Նոյան տապանում հյուրընկալել եմ հասարակական քաղաքական գործիչ Բժիշկ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Որն է պարոն Մանասյանի գնահատականը անցկացված խորհրդարանական ընտրություններին, դրանց արդյունքներին, դրանց ընթացքին, ճիշտ է վերահաշվարկ է տեղի ունենում եւ վերահաշվարկը կարող է էական փոփոխություն բերել, ազդեցություն բերել, ինչ կարող եք ասել ընդհանուր առմամբ ընտրությունների հետ կապված, որոնք գնահատվում էին վճռորոշ Հայաստանի համար։ Վճռորոշ էին, ես արդյունքներից շատ գոհ եմ։ Ոչ թե թվերից միայն, իհարկե թվերից էլ եմ գոհ, շատ գոհ եմ ընդհանրապես արդյունքներից, այո, վերահաշվարկը փոփոխություն տալու է, Գագիկ Ծառուկյանի ուժը անցնելու է խորհրդարան, եթե իշխանությունների առաջարկած առևտրի մեջ չմտնի, եթե ինչպես 21 թվականին էր Գագիկ Ծառուկյանը խոստացե, երթվե, քֆուրկերը, որ եթե լռի, եթե գնա համագործակցության, ուրեմն փիս բաներ։ Ովքեր հիշում են, ովքեր չեն հիշում, 20 թվականի հունիսի 14-ին կներեք։ Այո, դուք ձեր էջում հիշեցրել եք։ Ես իմ էջում դա հիշեցրել եմ եւ ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանը համագործակցության չի գնա։ Եվ սա էլ իր հերթին այդ արդյունք է, տեսեք։ Սա արդյունք է, որը ցույց է տալի Գագիկ Ծառուկյանի ձայները թեր հաշված։ Սա էլ է արդյունք։ Իշխանության դիմակի պատռման գործընթաց է գնում։ Բայց ասում են տեխնիկական խնդիրներ են, որոնց հետևանքով ԿՊՆ-ն է ձայներ ունեցել, որոնք 0 են ներկայացված։ ԿՊՆ-ի ձայների տարբերությունը ոչինչ չի նշանակում։ Ոչինչ։ Նրա տոկոս առանձնակի դրանից չի փոխվում, նրա հաղթանակի աստիճանը, այսպես ասած, դրանից չի փոխվում։ ԿՊ-ի հաղթանակի աստիճանը փոխվում է Ծառուկյանի ձայների քանակից։ 60 ձայնի քանակով որոշվում է ԿՊ-ն ինչ կարգի հաջողություն է գրանցել եւ ինչ կարգի անհաջողություն է գրանցել, եթե հաշվի առնենք, որ ԿՊ-ն ունի պլան մաքսիմում սահմանադրական մեծամասնություն, որ հարցում որ ինքը ձախողվել է, պլան մինիմում հաղթել եւ կարելի է պլան միջին ասել, որ ձեռք բերեն 3/5։ Հիմա պլան միջինը Ծառուկյանը վերցնում է, ոչ թե այդպես իրականքով ժողովուրդը քվե է տվել։ Դա կմնում է ԿՊ-ի պլան մինիմումը, որը ԿՊ-ի գործողությունները խիստ սահմանափակելու է։ Այսքանը սկզբի համար։ Արդյունքներից գոհ լինելու համատեքստում կխնդրեմ անպայման նաև բոլորին դեմեմի արդյունքները գնահատել, որպես կարճ ժամանակում ձևավորված եւ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժի համար արդյունքը ինչպես է գնահատում, այնուհետև շարունակ։ Ես կարծում եմ, որ բոլորին դեմեմը ավելի մեծ արդյունք կարող էր գրանցել, քան գրանցեց, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ դա առանձնակի ոչ ոքի պետք չէր ավելի մեծ արդյունքը, որովհետև վերջին հաշվով մանդատները դնելու բոլորին դեմեմը։ Մանդատ պիտի դներ վերջին հաշվով։ Եթե այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանը միանձնյա կառավարություն է ձևավորում, ինչը ինչպես հասկանում ենք այդպես է։ Այդ դեպքում բոլորի դեմին մնալու էր մանդատները դնել եւ դուրս գալ։ Ուրիշ բան չէր մնալու անել, այսինքն բոլորին դեմեմը հավաքել է 21-22 հազար ձայն, թե հավաքել է, չգիտեմ, 60 հազար ձայն, թե նույնիսկ 100 հազար ձայն, դրանից բոլորին դեմեմի պլանները չէր փոխվում։ Էլի մանդատները բոլորին դեմեմը պիտի դներ եւ դուրս գար պարլամենտից։ Եթե օրինակ ինչ որ մեկը, այդ տվյալ դեպքում իշխանությունը միանձնյա կառավարություն է ձևավորում։ Այդ դեպքում կարելի է ասել բոլորին դեմեմը փաստացի ոչինչ չի կորցնում, բայց շահում է ժողովուրդը, ազգը, քաղաքացին ինչ տեսանկյունից։ Բոլորին դեմեմը իր քարոզարշավի առաջի օրվանից կոչ արել մարդկանց մասնակցել ընտրություններին։ Պլան մաքսիմում էր ներկայացվել 100-օրյա կառավարությունը, պլան մինիմում պարլամենտ անցնել եւ մեծացնել մասնակցայնությունը, այսինքն քանի որ մարդկանց մի զգալի մասը, ընտրողների կեսից ավելին ըստ 21 թվականի տվյալների եւ նույնը 18 թվականի տվյալներով։ Քանի որ ընտրողների կեսից ավելին չէին մասնակցում ընտրություններին, բոլորին դեմեմն ասում էր, «Էլ մահանան բի բռնեք, թե բոլորին դեմ ենք, դրա համար չեն գնում ընտրությունների։ Եկեք, բոլորին դեմեմ քվեաթերթիկը մենք ստեղծել ենք, եկեք մասնակցեք ընտրությունների»։ Սա բոլորին դեմեմի պլան մինիմումն էր, որը եթե նայում ենք արդյունքներին եւ տեսնում ենք, որ 10%-ային կետով
ավելի մեծ մասնակցություն ա եղել այս ընտրություններին, քան նախորդ ընտրություններին, 10-11, նույնիսկ 12%-ային կետով, հա, կախված 18 թվականի հետ ենք համեմատում, թե 21 թվականի։ Ապա կարելի է ասել, որ բոլորին դեմեմի առնվազն նպատակը իրականացել է մեծ մասնակցություն ապահովել մարդկանց գոնե այն մասով, ինչով ես էի, այսպես ոգևորված բոլորին դեմ եմ գաղափարներով, գոնե իմ մասով ես հենց այդ կետն եմ կարևորել, հենց դա եմ իրատեսական համարել, որ մեր ակտիվությունը ընտրությունների նկատմամբ ավելի մեծ ուշադրություն կհրավիրի, մեր մասնակցությունը ընտրությունների նկատմամբ քաղաքացու պատասխանատվությունը կբարձրացնի եւ կարող ենք հասնել ավելի մեծ մասնակցության, ինչը իշխանափոխության հնարավորություններ ստեղծում առհասարակ։ Այս պահի դրությամբ մենք իհարկե չունենք իշխանափոխություն, բայց մենք ունենք քաղաքացու հստակ գնահատական։ Երևան քաղաքում 58% ընտրողների գերադասել է իշխանափոխություն եւ հանրապետությունով մեկ 51% ընտրողների գերադասել է իշխանափոխություն։ Սա իհարկե, այսպես ճակերտների մեջ պետք է ասել այս թվերը, ինչու, որովհետև իրական պատկերը փոքրինչ տարբեր է, չգիտեմ ինչ որ մեկ այս հարցին անդրադարձել է մինչև այս պահը թե չէ, բայց տեսեք ինչ հետաքրքիր թվաբանություն կա։ Մենք գիտենք, որ 2.5 միլիոն մարդ ցուցակներում արկա է, քվեարկելու իրավունք ունի 2.5 միլիոն մարդ։ Բայց օրինակ, սովորաբար հունիս ամսին արտագնա աշխատանքի մեկնող մեր հարազատները 80-ից 120 հազար տարբեր տվյալներով լինում են Հայաստանից դուրս։ Այսինքն հունիս ամիսը արդեն այն ամիսն է, որտեղ արտագնա աշխատանքի մեկնողները, այսպես ասած խոպանչիները գտնվում են խոպանում։ Հետևաբար, այդ ցուցակներից 2.5 միլիոնից եկեք միջինացված հանենք 100,000։ Այսպես թե այնպես նրանք Հայաստանում չեն։ Այո, ընտրելու իրավունք ունեն։ Այո, որորը որ գան կարող են ընտրել, թեև նրանց վերադարձի նկատմամբ ագրեսիվ եւ անիրավ քարոզարշավ գնաց, անիրավ, այսինքն օրենքով արգելված այդ մարդկանց խաթրին կպնելը, մարդը երբ ուզի կարա վերադառնա հայրենիք եւ քվեարկի, բայց տարբեր պիտակավորումներ եւ դեմոնիզացիա այդ ամեն ինչին դա թողնենք մի կողմ։ Ի խոսքով 100,000 այստեղ արդեն իսկ հանրապետությունում չի։ Եվ բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության անձնագրով կամ երկքաղաքացիությամբ ապրում են արտերկրում, Հայաստանում չեն գտնվում։ Այս էլի մի քանի 100,000 մարդ է։ Այսինքն կոպիտ թվաբանությամբ մոտ կես միլիոն մարդ կամ 400,000 մարդ մոտավորապես։ Այսպես թե այնպես անունը պատերին կպցրած էր, որ իրենք կարող են քվեարկել, սակայն նրանք իրականում Հայաստանում չէին։ Հետևաբար, այն որ մենք ասում ենք, ընտրողների մոտ, հա, մոտավորապես 20% այսպես թե այնպես Հայաստանում չէր։ Այսինքն ընտրություններին մասնակիցների իրական հնարավոր մասնակիցների թիվը ոչ թե 2.5 միլիոն էր, այլ 2 միլիոն 100,000 էր, որոնցից 1.5 միլիոնը մասնակցել է ընտրություններին։ Սա նշանակում է ոչ թե 59-60% մասնակցություն, սա նշանակում է 75% մասնակցություն։ Նման թիվ աշխարհի ամենա մոտիվացված հանրություններում, ամենա մոտիվացրած ընտրություններում նման թիվ հազվադեպ է լինում։ Նման թիվ հազվադեպ է լինում նույնիսկ այն երկրներում, որտեղ ընտրություններին մասնակցելը պարտադիր է, որտեղ տուգանվում են նրանք, ովքեր չեն մասնակցում ընտրություններին։ Ահա հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դուք պատկերացրեք ինչ բարձր քաղաքացիական եւ քաղաքական գիտակցություն է դրսևորել, որ դե ֆակտո 75%, դե յուրե 60% մասնակցությունը ապահովես ընտրություններին։ Ահա թե ես ինչից եմ գոհ։ Ամենից շատը։ Գիտեք, մեկ օրում, մեկ տարում մեծ փոփոխություններ չես տեսնի, իհարկե, բայց սա լուրջ քայլ էր։ 18 թվականից սկսած եւ հատկապես Արցախյան պատերազմի այդ ողբերգական հետևանքներից սկսած, սա լուրջ քայլ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Եվ կրկնեմ, մայրաքաղաքում 42%-ը, այսինքն 58%-ը
քվեարկել էին հօգուտ իշխանափոխության, իսկ հանրապետությունում 51%-ը արդեն մասնակիցների, ովքեր որ գնացել են ընտրատեղամաս, քվեարկել էին հօգուտ իշխանափոխության։ Սա եւս ինձ համար փայլուն արդյունք է։ Պարոն Մանասյան, Հայաստան դաշինքը, թեև չի վստահում Սահմանադրական դատարանի կազմին, բայց վիճարկելու է ընտրությունների արդյունքները, ուժեղ Հայաստանը սպասելու է վերահաշվարկին, ինչ է կարծում, այստեղ տարբեր կարծիքներ են հնչում, ասում են նրանք իրականում սպասում են Մոսկվայի հրահանգին, որովհետև Մոսկվայից դեռևս շնորհավորանք չկա, Մոսկվայում էլ են սպասում վերահաշվարկին եւ պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Այս ամենը ինչով է պայմանավորված։ Ճիշտ է, նրանք են սպասում Մոսկվային, թե Մոսկվան է սպասում նրանց։ Ներսի ուժերի մասով ասում են, սպասում են, որպեսզի հրահանգ լինի Կրեմլից, իսկ Կրեմլը այս պահին չունի եւ Կրեմլը իր հերթին ժամանակ է շահում հայտարարելով, որ սպասելու են պաշտոնական հրապարակմանը։ Դուք ինչ կարող եք ասել այս ամենի մասով։ Էլիզա ջան, ես կհամաձայնվեմ այդ մտքի հետ, այն տրամաբանությամբ, որ մեր ներքաղաքականը իհարկե լրջագույնս ուղղորդվում արտաքին քաղաքական կենտրոններից։ Դա ոչ միայն Կրեմլն է, դա նաև Բրյուսելն է, դա նաև Միացյալ Նահանգներն են, դա Անկարան է եւ դա Բաքուն է։ Ես այսպես եմ պատկերացնում, եթե ինչ-որ մեկին դուր չի գալի հիմա այս ձևակերպումներս, դա իր միամիտ խնդիրն է։ Ես կարծում եմ, որ այո, Հայաստանում արտաքին քաղաքական միջամտությունը եւ արտաքին քաղաքական թելադրանքները լուրջ մասնակցություն ունեն ներքաղաքական հարցերում։ Այդքանով այդ մտքի հետ համաձայն եմ։ Եվ մի բան էլ ասեմ, իսկ Բաքուն շնորհավորել է արդեն։ Բաքվից դեռ շնորհավորանք չունենք, բայց Թուրքիա-Պակիստան այսօր են շնորհավորել, այո։ Հա, որտեվ դա էլ է կարևոր, էլի, Բաքուն ինչին է սպասում։ Կրեմլը հասկացանք, սպասում է տենա ստեղի ռուսամերները ենթադրենք, այդ պուտինիստ ռուկները, դա նա դրան է սպասում, Բաքունում է սպասում, կարող է Քոչարյանին է սպասում Բաքուն։ Դե մեկնաբանեք, չգիտեմ, ձեր ենթադրություններով կիսվեք։ Ում է սպասում Բաքուն, կարող է Ծառուկյանին է սպասում, թե ուժեղ Հայաստանին է սպասում, կարող է Սամվել Կարապետյանին սպասում, ով Բաքվում հայտարարված է հետախուզման մեջ, Բաքվում ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, կարող է Բաքվում Սամվել Կարապետյանի վերահաշվարկին է սպասում, թե Նիկոլին է սպասում Բաքուն։ Չունեք ձեր հռետորական։ Դե ասա հռետորական է, էլի ասեցի, ինձ թվում է ավելին քան հասկանալի է։ Լավ, եթե պատկերացնենք, որ այս ուժերը Այսինքն այդ միակողմանի երկրի սուվերենության վրա եղած սպառնալիքները կամ երկրի սուվերենությունը բսկտած այդ ազդեցություններն ու տրիգերները եկեք ճիշտ գնահատենք ու ոչ միակողմանի, որովհետև չգիտես ինչի մարդիկ օրինակ կողմ են, որ Զանգեզուրի միջանցք է տրվում Թրամփի ԱՄՆ կամ Հովանու տակ, բայց այդ նույն Զանգեզուրի միջանցքը, որ ասենք ռուսներով էր, դրան դեմ էին։ Իսկ կլինի երկու դեպքում էլ դեմ լինեինք, էլի այդքան թասիբ ու գիտակցություն ունենայինք, երկու դեպքում էլ դեմ լինեինք։ Թե ով որ Պուտինից է գրանտներ ստանում կամ փողեր ստանում, նա այդ դեպքում է լռում, ով ամերիկաներից է ստանում գրանտներ եւ փողեր, նա այդ դեպքում է լռում, արանքում մնում ենք ով մենք որպես ինչ որ մարգինալացված փոքրամասնություն, չէ ամեն անգամ երբ որ նման հարցեր քննարկվում են, այդ հարցերը պետքա միջևերջ ասել ու ցույց տալ ընդհանրապես բոլորի ողնաշար լինելը, ոչ թե ակնարկել, որ այս ինչ մեկեք տեսեք Ռուսաստանից Հովանու է սպասում։ Նիկոլ Փաշինյանն էլ Բաքվից է Հովանի սպասում եւ Եվրոպայից եւ սաղ տեղերից։ Պարոն Մանասյան, Սյունիքով ճանապարհի հետ կապված, եթե դուք դա եք մեջբերում, Ռուսաստանի դեպքում կամ նոյեմբերի 9-րդ կետով այնտեղ վերահսկողություն պետք է իրականացնել ռուսական Facebook։ Հիմա իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, սրանով տարբերություն չկա։ Մեծ տարբերություն կա, իհարկե, Հայաստանի սահմանապահը չի իրականացնելու։ Ինչ է հայ-ամերիկյան սահմանապահ զորքեր կան։ Սահմանապահ զորքեր չէ։ Կա հայ-ամերիկյան սահմանապահ զորքեր կան։ Ասա որ չկան, դա ի՞նչ է նշանակում հայ-ամերիկյան, ի՞նչ է նշանակում, մասնավոր ընկերություն, ի՞նչ է նշանակում, իրանց հոր Բոստանն է, ի՞նչ է մասնավոր ընկերություն, Հայաստանի Հանրապետության պետական սահմանն է, ի՞նչ է նշանակում մասնավոր ընկերություն, այսինքն այդ լապշան կախել են
ակաշդեցս մենք էլ հələ փոխանակասենք լսի մենք այդ լապշան էս վեկալ հեսա մի երկու բան էլ ավել ասենք ոնց որ թե դուրները սեկել է ասում ոնց որ սազում է ասենց խաղում ենք միատենանք այդ լապշան մեզ սազում է թե չէ այնտեղ մեկը պիտի կանգներ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը կամ ընդհանրապես բանակը ու վերջ ուրիշ կանգնող եթե այսքանից բացի յուրաքանչյուրը ով լինում է դա տե կանգնող Պարսկաստանի հետ ինչ որ եսիմ ինչա Ամերիկայի հետ Ադրբեջանի հետ դա արդեն նշանակում է զուտ Հայաստանի Հանրապետության վերահսկողությունը չի բխտորած է խառնած է դա նշանակում է միջանցք հասկանում եք ինձ Էլիզա ջան Խոսալուց միջև վերջ եկեք խոսանք ու հերիք եղավ այդ բանը էլի սենց ակեք մի քիչ պոլիտ կոռեկտ գտնվենք էլ չկա պոլիտ կոռեկտության հարց ես թե քաղաքականության գնահատականներն եմ փորձում գնահատականներում եմ փորձում իրենց անուններով կոչել մարդիկ արդեն վաղուց բարոյական դաշտում են կորցրել արտահայտչա միջոցների այսպես ասած չափն ու սահմանը այդ թվում բարձրագույն իշխանական պոստերում գտնվող բայց եկեք սրա վրա հիմա չշեղվենք շարունակենք ընտրությունների գիծը խնդրեմ հարց տվեք ընտրությունների գիծը շարունակելով պարոն Մանասյան ասացիք ընտրությունների արդյունքները ամեն դեպքում ցույց են տալիս որ հանրությունը ցանկանում է իշխանափոխություն այդ իշխանափոխության ցանկությունը պայմանավորված է անձի փոփոխությամբ թե ծրագրի փոփոխությամբ, առաջարկների փոփոխությամբ, այսինքն եթե նրանք իշխանափոխություն են ցանկանում, դա նշանակում է, որ պատրաստ չեն այդ խաղաղության ծրագրին Հայաստանի ապագայի հետ կապված ինչպիսի տեսլական այդ դեպքում կա։ Տեսեք, եկեք մի քիչ լուրջ խոսանք, էլի Արիստոտելը հռետորաբանության մասին խոսելիս ասում է կարևոր է եւ լոգոսը եւ պաթոսը եւ էթոսը, այսինքն եթե թարգմանեմ հայերեն, կարևոր է ով է ասում, դա կարևոր է ինչ է ասում եւ կարևոր է ինչպես ասում, եթե կարճ էլի։ Եթե կարճ, մի քիչ փոխեցի իհարկե միտքը, բայց միշտ կարևոր է այդ ինչ ծրագիր ես ներկայացնում, բայց շատ կարևոր է այդ ով է այդ ծրագիրը ներկայացնում եւ շատ կարևոր է ինչպես է այդ ծրագիրը ներկայացնում։ Մարդիկ իրեքի փոփոխություն էլ ուզում են։ Համ ուզում են այդ ով ներկայացնողը փոխվի, համ ուզում են ինչ ներկայացվելիքը փոխվի, համ էլ ինչպես է դա ներկայացում, մարդիկ ուզում են դա փոխվի։ Այս բոլորն էլ պիտի փոխվի։ Երբեմն մենք իհարկե փորձում ենք առանձնացնել, որ եկեք անձերի վրա չխորանանք գաղափարների վրա, բայց եթե զուտ գաղափարական ինչ որ փիլիսոփայական կամ քաղաքագիտական քննարկում ենք անում, բայց եթե արդեն եկեք կանգնել ենք այն կետի վրա, որ նաև թե ով է այդ ծրագիրը ներկայացնելու կամ իրականացնելու, այս դեպքում իհարկե դա էլ է կարևոր եւ վերջին հաշվով, երբ որ հատուկ սկզբունք կա հանրապետականության մեջ, ինչի մասին է հանրապետականությունը, ռեսպուբլիկանիզմը, դա այն գաղափարախոսությունն է, որոնց հիման վրա ստեղծվել, հիմնվել եւ զարգացել են հանրապետությունները։ Ի տարբերություն միապետության, որտեղ իշխանությունը ՑՄՀ, ի տարբերություն եկեղեցու, որտեղ կաթողիկոսական կամ Հռոմի Պապի իշխանությունը ՑՄՀ, հանրապետական իշխանությունը սահմանափակվում է ժամանակով։ Հանրապետությունները նրանք են, որտեղ իշխանությունը սահմանափակվում է ժամանակով եւ լիազորություններով։ Ու առանձին հիմա չխոսենք։ Հիմա խոսենք ժամանակի մասին։ Երբ որ ասում ենք իշխանությունը սահմանափակվում է ժամանակով, այսինքն օրինակ Ամերիկայում 4 տարով նախագահի ընտրությունը 4 տարին 1 եւ 2 անգամից ավել չի կարա նախագահ լինի։ Երբ որ սա ասում ենք այդ սահմանափակությունը, ხო չենք ասում այդ գաղափարները 8 տարուց ավել չի կարելի հայտնել։ Չէ, այդ գաղափարներն ու ծրագրերը կարելի է 80 տարի հայտնել ու առաջ տանել, բայց նա ով դա ներկայացնում է 8 տարի հետո պիտի գնա։ Վերջ։ Որովհետև նա մարդ է, նրա մեջ կան բնազդներ, հորմոններ, նյարդային իմպուլսներ, սովորություններ, որոնք ենթարկվում են հետևյալ փիլիսոփայական կամ կարելի է ասել սոցիոլոգիական կամ նույնիսկ քաղաքագիտական օրինաչափությանը։ Լորդ Ակտոն հեղինակը խոսքի իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես։ Սա գաղափարներին չի այլասերում, սա մարդկանց այլասերում։ Այսինքն այդ գաղափարները կարող են այնուհետև այլ գործիչներ վերցնեն եւ շարունակեն։ Բայց մի մարդը 8 տարուց ավել, ու պայթի տրակի 10 տարուց ավել, 2 ժամկետից ավել իրավունք չունի
Ինչ էլ գրած լինի, թե համարության մեջ նույնիսկ հիմա բերեն, հարկադրեն, գրեն, որ ընդ վсё ամբողջ կյանքի իրավունք ունի, դա պետք նշանակում ենք թույլ տանք ամբողջ կյանքը։ Ոչ։ Համանadության մեջ, մեր համանadության մենք ունենք 3 հոդված, որ փոփոխության ենթակա չի։ Դա առաջինը, որ Հայաստանը անկախ պետություն է, սոցիալական, ժողովրդավարական, իրավական։ Երկրորդ հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը այդ իշխանություն իրականացնում է հանրակրվեներով, ընտրություններով, իսկ ընտրությունների համար պետք է մի բան պրծնի, չէ՞ որ մի հատ նորին ընտրես։ Եվ երրորդ տարբերակը, որ մարդու իրավունքները անքննելի են, երրորդ հոդվածը։ Հիմա մարդու իրավունքների մեջ է մտնում նաեւ քաղաքական իրավունքները։ Իսկ քաղաքական իրավունքները նշանակում է ես իրավունք ունեմ համաձայնություն տալ կառավարվելուց առաջ։ Ժողովուրդը ընտրում է կառավարիչներ, կառավարիչներին համաձայնություն է տալի նախ, որ իրեն կառավարի, բայց այդ համաձայնությունը ոչ թե տալիս է ցմա, այլ քիչ ժամանակավոր։ Եվ եթե հիմա Հայաստան աշխարհում 50% պլյուս 1 մարդ ասում է ես ուզում եմ իշխանափոխություն, դա նշանակում է ընտրությանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը ուզում է իշխանափոխություն։ Այլ հարց, որ այդ 50+1-ը համաձայն չեն, ընդհանուր հայտարար չունեն, թե ով իրենց իշխի իշխանափոխությունից հետո, բայց նրանք համաձայն են, որ իշխանությունը գործող իր ժամկետը պիտանելիության սպառել է։ Ասել, որ չգտնվեց անհատ, որը կարողանար հանրային այդ պահանջը կոնսոլիդացնել եւ գործնական տեսք տալ այդ պահանջին, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Անհատ, նախ 18-ը Նիկոլը չի արել, 18 թվականին Սերժ Սարգսյանն արել, եւ ցանկացած տարի, որ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա մի նույնիսկ ցախավելի մատուցեր այդ հնարավորությունը իշխանություն փոխելու, իշխանությունը փոխվելու էր։ Եթե Սերժ Սարգսյանը եւ նրանից առաջ եղած մարդիկ ցանկացած տարի ուղղակի դադար էին պաշտպանել իշխանությունը, բոլոր այն միջոցներով, որոնց ունակ էին իրանք, ապա կլիներ իշխանափոխություն։ Այնպես որ դա իմ կարծիքն է, եւ ես էլի, եթե մարդիկ կան, որոնց միամտությունը այլ կերպ պատկերացնում, դա իրանց խնդիրն է։ Թույլ տվեք ես իմ կարծիքն ունենամ։ Էդ էլ իմ սահմանադրական իրավունքն է։ Մենք դա էլ հարցնում ենք։ Երրորդ հոդվածի տակ դա էլ է մտնում, որ ես իրավունք ունեմ կարծիք ունենալ եւ արտահայտել։ Հա, եթե ես այլոց չեմ դրանով, այլոց իրավունքներին չեմ բռնանում։ Հիմա այդ մի հոգին կամ այդ խումբը այո չձևավորվեց։ Այսինքն ինչ են արձանագրել նաև այս ընտրությունները։ Այս ընտրությունները արձանագրել են հայ հասարակությունը, հայաստանյան հասարակությունը պատրաստ է մեծ քայլերի եւ մեծ փոփոխությունների, հայկական հայաստանյան էլիտաները պատրաստ չեն։ Քաղաքական էլիտաները պատրաստ չեն։ Ի վիճակի չեն, այդքան չկան, ու դա ճիշտ գնահատական է։ Դա ճիշտ արձանագրում է, որովհետև տեսեք, եթե նույնիսկ Սամվել Կարապետյանն է, չէ, ընդդիմության մեջ ամենաշատ ձայներ հավաք, բայց Սամվել Կարապետյանի խոսույթը, որ լուրջ մարդիկ լսում են, հասկանալի է, դա ինչ որ զանգվածների համար ձևակերպած խոստում է, այս կանենք, այն կանենք, բան, ոսկի սարեր, բան, արծաթե ձորեր, բան։ Հիմա Նիկոլ Փաշինյանի խոսույթի մասին ընդհանրապես չեմ խոսում, էլի քննարկելու բան չի, էլի, դա հակահիգիենիկ բանկ ստացվի, եթե սկսենք դա քննարկել։ Հիմա նայեք, բայց այդ ոսկե սարերն ու արծաթե ձորերը լուրջ մարդիկ որ լսում են, ասում են ընկեր, կարող եմ այդ ավելի շոշափելի լուրջ բանից խոսաս։ Խոսաս մենք էլ լսենք, իմանանք, որ հա էլի դու երկիրը վերցնելու ես ու տանելու ես ինչ որ ռեալ ճանապարհով։ Թեկուզ համանadության պետ իրավունքը չունի։ Ամենակիչ պոպուլիզմը թերևս Քոչարյանն է արել, ամենակիչ պոպուլիզմը։ Ինչու՞ նույնիսկ նրան մեղադրում են թե ընդդիմադիր դաշտից, թե այս մյուս կողմից։ Ծառուկյանը դե ինչ, ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ, բանանենք, բան լինի, լավ անենք, լավ լինի։ Այսինքն ըստ էության, եթե այս 3 հիմնական ուժերի մեջ էր, որ պետք է ինչ-որ բան ստացվեր, ապա այո նրանք չունեին քաղաքական հասուն ոչ ամբիցիաներ, համազգային եւ համապետական, ոչ ծրագրեր, ոչ էլ ինձ թվում է նրանք հավատում էին, որ իրանց մոտ ստացվելու է
այդ մեծ քայլը, հա, իշխանափոխություն։ Իսկ կարծում եմ կարող նույնիսկ չէին էլ հավատում։ Որտեղ եթե նույնիսկ ստացվեր իրանք չէ որ պետք է ոչ Քոչարյանն է լինելու վարչապետի վարչապետ, ոչ լինելու էր Ծառուկյանը, ոչ էլ Կարեն Սամվել Կարապետյանը։ Ես կարծում եմ, եթե այս 3 ուժին հաջողեր, ապա վարչապետ էր գալու Հայաստան Կարեն Կարապետյանը, նախկին քաղաքապետ, նախկին վարչապետ։ Ինչ տենց հատվում։ Ես միջև հիմա էլ մնում եմ այն կարծիքին, որ եթե այդ 3 ուժերը համախմբվեին եւ հաջողեին իշխանափոխություն լինել, Կարեն Կարապետյանը պետք է գար ստեղ սկսեր վարչապետ որպես աշխատել։ Ես տենց եմ կարծում, բայց չեղավ, ինչ որ չեղավ, էլ չենք էլ քննարկում։ Հիմա գանք են մյուս ուժերին։ Բոլորին դեմ եմ Հայկոն, Գուրգեն Սիմոնյան, Արամ Սարգսյանը ուրիշ ուժ չի, Արամ Սարգսյան, Բաբաջանյան, բան, իրանք Նիկոլ Փաշինյանի փաստաբաններն են։ Այսինքն տեսեք, հիմա դուք ինձ հարցազրույցի եք կանչել, ենթադրենք 40 րոպե խոսալու ենք կամ մի ժամ խոսալու ենք, չէ՞։ Ես հասցնելու եմ այդ 40 րոպեում կամ մի ժամում իմ մտքերը արտահայտել, փոխանցել հեռուստադիտողին։ Հիմա պետք է 5 հոգի էլ բերեիք ստե նստեցնեիք, բանգաբուտուլկեք։ Բայց իրանք սպասեք։ Ձերս մնանք այդտեղ գնահատականներից բարձր։ Եթե 5 հոգի ինչ իմացաք որ բանգաբուտուլկեք։ Ամեն դեպքում պետք չէ։ Բայց ինչ դեք 5 հոգի մարդ է գալի նստում։ Ինչ գիտեք որ բանգը։ Ես ոչ չասի ով։ Դուք արդեն ջոգեցիք ձեր մեջ ով։ Լավ, սպասեք։ Հիմա 1000 ներողություն թույլ տվեք ասեմ։ Ես այդ բառապաշարն օգտագործում եմ, կտրեք գցեք էս հատը։ Բանգաբուտուլկեք եթե 5 հոգի բերեք դնեք, էդի մի ժամը բաժանելու եք այդ 5 հոգի եւ իմ միջև 6 հոգու միջև։ Իմ մի ժամը դառնալու է 10 րոպե։ Եվ նույնը ընդհանրապես այդ եթերներում բանավեճերում։ Մի քանի հոգի անպետք ու Շիրինյան Բաբաջանյան առանց Բաբաջանյան, Բաբաջանյան առանց Շիրինյան։ Բերում լցնում ես տաղավար, արդյունքում ստանում է ոչ մի նորմալ քննարկում չես կարող անես։ Այն որ ամեն ուժ պետք է կարողանար գոնե մի կես ժամում ներկայացնել իր համոզմունքները, դառնում է 15 րոպե։ Նիկոլ Փաշինյանը իր համոզմունքները 5 տարի ներկայացրել է Պետրոսի տաղավարից, ամենահեղինակավոր տաղավարից հանրապետության հարկատուների բանը ֆինանսներից ծնվող 5 տարի ներկայացրել է, կարծեմ ինֆոկոմներ ստատիստիկա էր արել, որ 50+1% ընդհանրապես Պետրոսի հյուրերը եղել են հենց ԿՊ անդամներ, այն մնացած մի 25%-ն էլ նրանց աջակից գործիչներ։ Այսինքն ընդեղ հանրային տաղավարը 75%-ով ծառայում է 5 տարի շարունակ ԿՊ բաներին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ հանրային բանավեճում իր նոր ասելիք չունի առանձնակի, նոր ներկայանալու բան չունի, սաղ տարին ներկայանում է։ Ինքն է Վահագն Ալեքսանյանն է, ով չի ալարում իրանցից ով խոսալ գիտի ներկայանում է։ Բայց երբ որ Շիրինյան առանց Բաբաջանյանի, Բաբաջանյան առանց Շիրինյանի դու մտցնում ես ընտրապայքարի մեջ, որոնք 1% չեն հավաքում, հա։ 1% չեն հավաքում։ Երբ որ այսպես ու բայց իրանք գիտեք քանի տարվա քաղաքական ուժեր են, սեփական մեդիաներով բան Պուտինը, դուք մոռացաք ասել Պուտինը, այստեղ ոչ ոք չի համարձակվում ասել Պուտինը, եթե զվի մարդիկ ես գալի լցնում, այն մարդու կես ժամը, այն մարդու այն մյուսի, հա, այն թեկոնա Գուրգեն Սիմոնյանի արտահայտվելու կես ժամը 40 րոպե, դառնում է 10 րոպե։ Ու սա տեխնոլոգիա է, որ բանացնում են ու ես հեշտ չեմ պատրաստում պոլիտկորեկտ գտնվել, այս ամեն ինչին գնահատական տալու համար։ Վերադարձեք հարցին եւ դա ընտրությունների, դա այս ինչ խոսում եք, սա ընտրությունների մասին։ Այո, դուք ասել եք այնտեղ, որ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան նրանցից ոչ մեկը կարողացավ։ Այո, իսկ այն մյուս ուժերն էլ դրա համար, հիմա թվարկեմ։ Ես տենց եմ կարծում։ Դա մյուս ուժերն էլ չունեն ֆինանսական, մարդկային մեդիա, տեղեկատվական ռեսուրսները, արտաքին հովանավորչություն, ներքին ցանցային կապեր, այդ թվում թաղային հեղինակություններ եւ այլն։ Այդ մարդիկ չունեն այդ պոտենցիալը, որ կարողանան էական տեղաշարժ առաջացնեն։ Ավելին, այս ընտրություններին ես արձանագրում եմ, որ այդ մարդիկ միշտ էլ մնալու են այտենց որպես ջահել սկսնակ խաղացող, մալինկի Ժիգուլի պատնագամի, վերցծը, կրուծծը, եթե այդ մարդիկ ինչ-որ մի լուրջ ֆինանսական աղբյուրի հետ չհամագործակցեն կամ պայմանավորվածության չգան։ Այսինքն, եթե $1 միլիոն չունես հետևդ, նախընտրական քարոզարշավի համար, դա սովորական մի հատ թիվ եմ ես ասում, բարձ բան չեմ ասում։ Եթե $1 միլիոն չունես հետևդ, մի մտիկ ընտրապայք, եթե հույսը տենա որ 100,000 հանգանակություն կանես, $100,000, $100,000 շատ քիչ է։ Շատ քիչ է, ինչ որ լուրջ գիտեք ինչ նկատի ունեմ, ոչ թե պարլամենտ անցնելու, այլ իշխանությանը
ձեռնոց նետելու համար եւ լուրջ գործող իշխանությանը ձեռնոց նետելու համար սատկածը, քնածը, մեռածը, պայթածը, տրակածը $1 միլիոն ուժը պիտի ունենա։ Հիմա այս անունները վերցիկելի Գուրգեն Սիմոնյան բոլորին դեմ եմ, Հայկոն որտեղից։ Այս մարդիկ որտեղից կարան $1 միլիոն հենց նրան անեն պրսնի։ Եթե տես մարդ պետք է լինի, որը ունի $100 միլիոն, որ $1 միլիոն է իր համար, ասես քամոպես փչել, վերջացնել է խնդիր չի։ Իսկ $100 միլիոն հիմա կամաց գալիս է, սա լուրջ խնդիր ենք հիմա քննարկում, Էլիզա, խնդրում եմ մատների արանքով չնայես այս հարցին։ Իսկ մարդը, որ $100 միլիոն փող ունի, նա հայաստանցի է։ Եթե նա հայաստանցի է, ապա այդ մարդը, չգիտեմ, ինչ գործի տեր է, ներողություն, որ $100 միլիոն այդպես ձեռի հետ փող ունի։ Այդ մարդը как минимум մաֆիաների հետ կապված է, կրիմինալի հետ կապված է, նախկինների հետ 100% կապված է, ներկաների հետ այս կամ այն չափով կապված է, $1 միլիոն ունեցողը բիզնեսմեն է, թե չգիտեմ, հանրային գործիչ է։ Դա հենց այնպես մարդ չի լինում մի օր տենց քնից զարթնած։ Դա անցյալ է ունենում, որի մեջ պարտադիր լինում է աշխատած առաջին միլիոն, իսկ ինչպես գիտենք, աշխատած առաջին միլիոնը 100 միլիոն ունեցողի կամ միլիարդերի մոտ, աշխատած առաջին միլիոնը միշտ կապված է կրիմինալի հետ։ Այսինքն միշտ կարելի է էթալ այդ 1 միլիոնի հետևից քրեական գործեր հարուցել եւ այլ, եւ այս ջահել ուժերի ֆինանսական աղբյուրը դնել կասկածի տակ։ Իշխանությունը, որ ուզեցավ դա կանի։ Բայց լավ որտեղից պետք է լինի, Ռուսաստանից պետք է լինի։ Այդ դեպքում նշանակում է արտաքին ֆինանսավորում, դա արգելված է մեր օրենքներով եւ սահմանադրությամբ։ Ամերիկայից պետք է լինի, որ ռիսկ չանեն օրենքներով եւ սահմանադրությամբ։ Ну կարա Ամերիկայից լինի պրինցիպի, բայց Ամերիկայից նիկոլին են ֆինանսավորում։ Ամերիկայից խի պետք է ասենք այն մյուսներին ֆինանսավորում։ Եվրոպայից պետք է լինի, Եվրոպայից էլ են նիկոլին ֆինանսավորում։ Խի, որտեղ Նիկոլը հենց անմիջապես նրանց հետ մտելա գործարքի թրիփ է տալի մարդկանց։ Թրիփ է տալի։ Բայց որտեղից պետք է այդ փողերն լինի, որ այս ուժերը մտնեն մեծ խաղի մեջ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում,
Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շատ լավ։ Պարոն Մանասյան, հիմա եկեք հասկանանք խորհրդարանը, եթե Նիկոլ Փաշինյանն իշխանությունը, ընդդիմությունը Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, այս ընդդիմությունը կկարողանա դիմակայել այդ թրիփի ծրագրին, կկարողանա կանխարգելել, թույլ չտալ, եւ առհասարակ այս տեսքով խորհրդարանը որքանով կբխի մեր երկրի շահերից, այսինքն Էսա հիմա ունենք էսա, չունենք էսա, որքանով կբխին, որն է, հեսա կոսանք։ Հայաստանի շահերի տեսանկյունից որքանով արդյունավետ Թրիփի ծրագրին թրիփի ծրագիրը կարա կանխի Իրանը, կարա կանխի Ռուսաստանը։ Հայաստանում ոչ մի ուժ չի կարա դա կանխի, սա մեկ։ Ոնց է կանխում Իրանը, ոնց որ հենց հիմա Օրմուզն է փագի, ասում է կգնաք, բա չեք գնա։ Այդ Օրմուզը խո ամբողջությամբ Իրանը չի։ Այնպես այնտեղ արաբական թերակղզուցել չէ, փայատերեր կան։ Փագել ասում է կգնաք, բա չեք գնա։ Չեք գնա ու վերջ։ Անենց որ եթե նա այնտեղ է կարողանում այտենց բաներ անի, ուրեմն իմացեք ես կողմի վրա էլ մի այտենց բան, եթե այտենց համբերահատ անեն, մեկ էլ տեսա տարեց։ Ռուսաստանը կարա տեղանի, որ մտնի փայատեր, այսինքն դե կա չէ այտենց բան, որ այդ մասնաբաժինները կարան ծախեն մեկ ուրիշին, հա Միխելոկ Մարտել ասել էր հենց Հայաստանի հաշվին են մասնաբաժինը ծախելու են 24 թե 26%-ը։ Հա կարա Ռուսաստանը տեղ փայ մտնի որպես մասնաբաժին եւ դա տան, որպեսզի այդ ծրագիրը պրավալ չգնա։ Դե Ռուսաստանը դա չմտավ, այդ ծրագիրը օրերը հաշված են լինելու այդ ծրագրի, էլի։ Չի կարա անverջ տենց անխափան գործի։ Հա բայց սա մեր թեման չի։ Հիմա վերադառնանք, այսօրվա թեման չի, ոչ թե մեր թեման։ Ամենա մեր թեման է, բայց այսօրվա թեման չի, հա։ Հիմա այս ուժերի խորհրդարան անցնելը կամ նույնիսկ չանցնելը, այսինքն մանդատներ վերցնելը կամ նույնիսկ չվերցնելը։ Այստեղ կարևոր հարց է գալի։ Ինչ են անելու այդ ուժերը առաջիկա 1, 2, 3 տարիների ընթացքում։ Ինչ են անելու։ Ինչ մեծ պրոյեկտ են անելու, որպեսզի իրենց ընտրողները իրենցից չհիասթափվեն։ Իրանք չեն կարող ինչ որ այնտեղ մեծ բաներ անել։ Հիմնականում ինչ անելու է Նիկոլ Փաշինյանն անելու։ Ճիշտ է, ոչ այնքան սանձարցակ որքան անցած գումարն ան պարլամենտում, որտեվ այնտեղ ինքը ուներ համանդրական մեծամասնություն կամ հավաքելով այսպես գնելով ստանում էր, այստեղ դա չունի։ Եվ երկրորդ, որպեսզի այստեղ խորհրդարան անցած падգամավորները ընթացքում չծախվեն, գործարքի չգնան կամ շանտաժից չվախենան գործող իշխանությունների կողմից։ Ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, այսօրվա մամլո ասուլիսում ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է հնչեցրել դատավորների եւ դատարանների նկատմամբ, գիտեք դրա մասին։ Սպառնալիք է հնչեցրել, ասելով որ հլը փորձեք չդատեք այն մարդկանց, ում ես ասում եմ Ծառուկյանին բանման։ Եթե չդատեք այդ մարդկանց, դատավորներին ասել։ Ուրեմն դուք աշխատում եք Հայաստանի Հանրապետությանը դեմ, այսինքն ինքը դարել է Հայաստանի Հանրապետություն։ Լյուդովիկոս 14, ասում է պետությունը ես եմ։ Լյուդովիկոսին գալի ասում են պետության վիճակը վիճակ չի, ասում է պետությունը ես եմ։ Տիպին վիճակը որ լավ է, ուրեմն սա լավ է պետությունը։ Հիմա այս պետությունը, հիմա Նիկոլն այլ ասում է դուք պետության դեմ եք ուրեմն եւ այդ դատավորները պիտի պետության կողմից վերաբերմունքի արժանանան։ Ուրեմն դրանք կաշառակեր դատավորներն, այսինքն ով Նիկոլ Փաշինյանի ուզածը չի անում, նա արդեն ապրիորի բանա, կաշառակեր է։ Հիմա այս տեսակ իշխանությունը պատկերացրեք ինչ սպառնալիքներ կարա հնչեցնի անհատ падգամավորների նկատմամբ, արդյունքում որպեսզի սա չլինի, ելի ընդդիմությունը մեծ պրոյեկտի մասնակից պետք է լինի, որ իր շարքային դեպուտատը, այսպես ասած, իմանա, որ այս Նիկոլը, որ հիմա իրան սպառնում, ծրա օրերը հաշված են։ Իմանա, որ իրան բանտարկում են, ինքը 2 տարուց ամենաուշը, ազատ է արձակվելու։ Եթե իր գույքը եւ սեփականությունը խլում են, իմանա, որ պետությունը կոպեկ առ կոպեկ դա հետ է վերադարձնելու, եթե դա խլված է, ոչ թե արդարադատությամբ իրականացված։ Իսկ ինչով է արդարադատությունը տարբերվում քաղաքական հետապնդումից, հա, դատարանն է, իրավապահ համակարգն է, դատախազությունն է։ Մի հատ ինչ որ բան անում, ասում է Ծառուկյան, Գագիկը օրինակ հարկեր չի մուծել, թեև այն հիմնարկում, որտեղ այդ մեղադրանքը առաջադրված է, հենց այդ շրջանում հարկային ստուգումներ են եղել եւ պետությունը արձանագրել է, որ այստեղ հարկային խնդիրներ չկա։ Այտենց բան էլ կա, այդ փաստն էլ ասեմ։ Հիմա դատախազությունը բանը, ինչ իմանանք, դա քաղաքական հետապնդում է թե արդարադատություն։
Ուրեմն դրանք իրարից զանազանելու համար կա դրանց միջև գտնվող 8 տարի։ Եթե այդ գործողություններն արվել են 18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր է եկել իշխանության, ու իր պարտականությունն է այդ բոլոր միջոցները ստուգի, հայտնաբերի եւ արդարադատություն իրականացնի։ Եթե դա արվում է 18 թվին, ուրեմն դա արդարադատություն է։ Եթե 8 տարի շարունակ ոչինչ չի արվում, գործարքներ, համաձայնություններ ստվերային, գալիս է 8 տարի հետո երրորդ ժամկետ ընտրվելուց է խոստանում որ կանի։ Եվ տենում է որ այդ 4%-ը չի ուզում հանձնի իրան։ Նիկոլ Փաշինյանը այդ 4%-ի 60 քվեն հենց այնպես չեն թողել 60 քվե։ Այդ 60-ը նրա համար էր պակասում, որ եթե մի բան բռնվեն, ասեն դեթից սխալ հաշվարկ է, եթե դա 6000 լիներ, արդեն կերևար որ դիտավորություն կա դրա մեջ։ Լսեք AI-ով բանով դե կոմպյուտերները լստած այդ սա հաշվում են։ Այդ մեզ է, մեր համար է որ ընտրատեղամասից զանգում են, ալո, Երևանից է, Երևանից է։ Ընտրատեղամասից է, որ ընտրատեղամասից է, չգիտեմ, Բադղլու է, ընդհանրեն գյուղից է։ Կապը կդրվեց, ասում եմ մի հատ նորից 0 քաշի։ Հասկանում ես, ուրեմն նայ։ Ծառուկյանին ասել են, ախպեր նայի ընտրությունը հետևել, կամ այդ 4%-ը թողում ես մեզ գնում ես, ընկեր, քո սեփականությունը, բան քեզ մնա, մի բան կասեք։ Կամ եթե որոշել ես թփրտաս, ուրեմն իմացի էթալու ես, դու էլ, քո ունեցվածքն էլ ես ելնել։ Հիմա մնաց Ծառուկյանի տղամարդկությանը։ Էլ եմ ասեմ, հույսով, որ վաղը իշխանափոխություն է լինելու, ինչ հարամբան իր հանդեպ արվելա, փոխհատուցում է տրվելու դրա համար։ Իր տոկունության եւ դիմադրության համար։ Եթե ընդդիմությունը մի հատ մեծ ծրագիր չունեցավ, որի մեջ յուրաքանչյուր падգամավոր, ում գալիս են վախացնեն կամ գնեն, գիտի, որ իրանք այդ մեծ ծրագրի մասն են, մեծ խաղի մասն են, իրանք գնում են Հայաստանը իրոք մեծ փոփոխություններ անելու, ապա այո, նրանց մանդատները վերցնելու են, այնտեղ կամած այդ մանդատները փոշիանալու են գնան։ Եթե փողոցում մնացին, չվերցեցին մանդատները, փողոցում են փոշիանալու գնան։ Մի ամիս փողոցները կչափչփեն, մի ամիս է պալատկեքը կխփեն, մանավանդ արխիվում հանգստյան շրջանա, ամառային արձակուրդներ են։ Ոչ ոք լուրջ քաղաքականության հետ հավես չունել, մարդիկ գնալու են հանգստանան։ Այսինքն սերտից մաշվելու են գնան։ Ինչ եմ ես առաջարկում, արդեն հրապարակային առաջարկել եմ, հիմա քաղաքական գործիչների հետ հանդիպումներ եմ ունենում, թեև գլուխները խառն այդ վերահաշվարկներով, բանով եւ այլն ամեն մեկը։ Դե օր էր մնաց, ոչինչ։ Քաղաքական գործիչների հետ հիմա հանդիպումներ եմ կազմակերպում հետեւյալ հարցի շուրջ. ստեղծել նոր սահմանադրություն, որը չի ունենա իր մեջ այն բոլոր արատները, որոնք թույլ են տալի այսօրվա քաղաքական եւ պետական այս վիճակին լինել իրականություն։ Այսինքն այն ամբողջ արատները, որ գոյություն ունի մեր այսօրվա գործող սահմանադրության մեջ, պետքա փոխվի։ Ոչ թե պետքա հրճակագիրը փոխվի, նախաբանից հանվի, որտեվ Ալիևը տենց է ուզում։ Ռեալ, հրճակագիրը թողենք հանգիստ։ Դրա մասին պետքա մի հատ առանձին մեծ խոսակցություն կունենանք, բայց մեզ ռեալ պետքա մեր սահմանադրության այդ առաջի 3 հոդվածից բացի, որոնք վերաբերվում են երկրին, քաղաքացուն եւ իրավունքներին։ Այդ 3 հոդվածից բացի մնացածը տոտալ փոփոխության պետք է ենթարկվի։ Բայց այս փոփոխությունը անելու համար պետքա մի քանի շատ կարևոր քայլեր։ Առաջին, սա բերել օրակարգ եւ ոչ թե մի ինչ որ Մանասյան Հայկ, որը ենթադրենք մի 50000 իր YouTube-յան իր Facebook-յան կանալով 50000 դիտելիություն ունի, այլ տարբեր լրատվամիջոցներում, տարբեր քաղաքական գործիչներ, նաև իրան սոցիալական կայքերով օրակարգ ձևավորեն առաջին։ Ես մա լուրջ ծրագիր եմ ներկայացնում։ Առաջին, օրակարգ ձևավորել նոր սահմանադրություն ստեղծելու։ Երկրորդ, այդ օրակարգը ձևավորելուց հետո, այդ օրակարգի շուրջ հավաքել հնարավորինս բոլոր քաղաքական ուժերին, անկախ անցյալից, ներկայից, անկախ իշխանամետա, անդիմամետա, մի գաղափարի շուրջ, փոխում ենք խաղի կանոնները, փոխում ենք մեր հարաբերությունների պլատֆորմը, ֆունդամենտը, որը քաղաքական, պետական, իրավական բոլոր ինստիտուտները վերջին հաշվով հասարակարգն է փոխել։ Երբ որ սրա շուրջ որոշակի արդեն համախմբում կա, ձևավորել երրորդ քայլ որպես սահմանադիր ժողով, այսինքն 30-ից 50 հոգի իրավաբաններ, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ովքեր
կգրեն այդ նոր սահմանադրությունը։ Եվ այս 30-ից 50 հոգի գործիչները հավաքվում են ընտրություններով, on-line, post-ով, իրական ժողովրդական ընտրություն է կազմակերպվում, ոչ թե այդպես պլանային էլի ոնց որ պետությունը պետք է կազմակերպի, ժողովրդական ընտրություններ է կազմակերպվում, որտեղ ընտրվում են 30-ից 50 հոգի պատվիրակները, ովքեր կազմում են սահմանադիր ժողովը։ Սահմանադրության ամեն մի հոդվածը, հատկապես այն կարևորագույն հոդվածները, օրինակ, նախագահական թե պարլամենտական, պարլամենտը երկպալատ թե միապալատ, ծառայությունը զինվորական այսպես թե այնպես, տեղական մարզպետները ընտրովի թե ոչ։ Եվ բազմաթիվ։ Այս կարևորագույն հարցերը, որոնք լրիվ մի 10 հարց լինեն, 7-ից 10 հարց։ Ամեն մի հարցը 1-2 շաբաթ այսպես քննարկում ենք։ Այդ սահմանադիր ժողովի ամեն ներկայացուցիչ իր դիրքորոշումը, իր ցանկացած մոտեցման թույլ եւ ուժեղ կողմերը ներկայացնում է, դեբատներ են կանում։ Մարդիկ լսում եւ սկսում են նախ իրավագիտակցությունն է բարձրանում, քաղաքական այսպես պատկերացումներն են հասունանում եւ այսպես ամիսների ընթացքում ժողովրդին հաշվետվություն տալով թափանցիկ կերպով ձևավորվում է նոր սահմանադրություն։ Երբ որ այդ նոր սահմանադրությունը այլևս պատրաստ է, այդ մեծ ամիսների գործընթացը, սա առնվազն մի քանի ամսվա գործընթաց է։ Այս ամիսների գործընթացը իրականացված է, սկսում են հանրապետությունով 1 ստորագրահավաքներ։ 200,000 ստորագրահավաք պահանջում է սահմանադրությունը այսօրվա, բայց կարանք 400,000 ստորագրություն հավաքել։ Եվ պարլամենտին ասում ենք խնդրեմ, դրեք հարցը հանրակրվեի։ Ստեղ մեծ խնդրեմ կա։ Օրինակ, ընդհանրապես հանրակրվեի դնելու համար, երբ որ մարդիկ ստորագրություն են հավաքում, նորմալ երկրներում, օրինակ հանրակրվեների, այսպես ասած, բնորան Շվեյցարիայում, եթե հավաքեց ենթադրենք 200,000 ստորագրություն, դա ավտոմատ մտնում է հանրակրվեի այդ հարցը։ Որտեղ թե այդքան մարդ ուզում է որ հարցը մտնի հանրակրվեի, մտնում է։ Եթե պարլամենտը օրինակ Շվեյցարիայում դեմ է, կարա ասի գիտեք ինչ կա, այդ հանրակրվեի կողը մի բան էլ մեր կողմից ավելացրեք, որ մենք ավելի հետաքրքիր բան ենք առաջարկում այդ նույն հարցի շուրջ։ Թող մարդիկ համ նրան քվեարկեն, համ նրան քվեարկեն։ Առանց մեկը մեկին բացառելու։ Սենց բան կա, պարլամենտը կարա միջամտի, բայց այդ խորհրդատվական։ Մեր մոտ օրենքը այլ է։ 200,000 ստորագրություն հավաքելուց հետո պարլամենտը կարող ասի չէ, այս հարցը սահմանադրություն, այսի չի գնում հանրակրվեի։ Ասում ես չի գնում, այդտեղ չեմ ուզում չի գնում։ Մեր շեֆը ասել է չի գնում։ Մի հոգի կարա հանրակրվե պրավալ տա Հայաստանի Հանրապետության այն գործող սահմանադրությամբ։ Մենք ասում ենք նոր սահմանադրություն պետք է լինի, որտեղ տես բան չի կարա լինի։ Հիմա, եթե պարլամենտը դեմ է արտահայտվում, եթե թողում է հանրակրվեի, դա հարցը գնում է հանրակրվեի։ Եթե դեմ է արտահայտվում, լինում է փողոցային ճնշում։ Փողոցային ճնշումով նորից ընդունում են, որ պետք է հանրակրվե լինի։ Արդար բան ենք ուզում, անիրավ բան չենք ուզում։ Լինում է հանրակրվե։ Չեն միջև վերջ իրանց էշն են քշում։ Լինում է հեղափոխություն։ Թավշյա ոչ բռնի ՏՌՖ եւ այլն։ Հիմա նոր սահմանադրությունը որ օրը հաստատվեց, իսկ այդ ամբողջ գործընթացը, որ ես ներկայացնում եմ ամիսների, հենց տարվում է այն ուղղությամբ, որ թե մարդկանց բացատրես ինչի ես դու ուզում, ենթադրենք այսպես եւ ոչ այլ կերպ, ինչի նախագահական եւ ոչ խորհրդարանական կամ հակառակը։ Այս ամբողջ զրույցի ընթացքում դու քո ընտրողին հանրակրվեի մասնակից քաղաքացուն, որը բավականին քաղաքացիական եւ քաղաքական բարձր գիտակցություն ցույց տվեց այս ընտրություններին։ Այդ քաղաքացուն ասում ես, ահա թե ինչի են բերում։ Կոպիտ ասած նախապատրաստում ես հանրակրվեով հաղթանակը։ Հանրակրվեով նոր սահմանադրությունը հաղթեց, դա կլինի մի տարուց, 2 տարուց, ես չգիտեմ, բայց լրիվ իրատեսական է 1-2 տարում այս ծրագիր իրականացնել։ Մոտենում ենք իշխանություններին, ասում ենք երկրում այլևս կա նոր սահմանադրություն։ Բարի եղեք կազմակերպել նոր ընտրություններ։ Շատ լավ։ Եվ տեղի է ունենում իշխանափոխություն, հա, երկինքից 3 խնձոր անգնում, մեկը Էլիզային, մեկը Հայկ Մանասյանին, մեկը մեզ լսող քաղաքացիներին։ Շատ լավ, ամփոփելով պարոն Մանասյան, չէ, ես մեկ հարց էլ ունեմ, ուզում եմ անպայման դրան անդրադառնանք, մասնավորապես ռուսական սահմանափակումների հետ կապված ինչ եք կանխատեսում։ Դրանք դեռ երկար կլինեն եւ արդյոք շատ լուրջ նեղություն կլինեն հայ տնտեսվարողների համար։
Ես կարծում եմ առավել եւս ընտրությունների այս արդյունքներից հետո Նիկոլ Փաշինյանը այնպիսի արկածախնդրության չի գնա, որպեսզի բացահայտ թշնամանք հայտարարի Ռուսաստանին եւ կարծում եմ այս սահմանափակումները չնայած Նիկոլ Փաշինյանի համառությունը որոշակի ազգակործան եւ պետականակործան քայլերում ուղղակի երևակայությունից վեր է մարդու երևակայությունից, բայց կարծում եմ այս անգամ կհասցնի ուշքի գալ եւ այս սահմանափակումներին վերջ կդրվեն։ Իսկ եթե այնուամենայնիվ շարունակվի սահմանափակումները, չգիտեմ, չեն ձգի, երկար չեն ձգի։ Եվրոպան էլ համոզված եմ չի կարել այդքան աջակցություն տա, ոչ թե չի կարել, չի տա։ Եվրոպացի բանը ֆերմերը գնում է թրիքը թափում է քաղաքապետարանի կամ չգիտեմ կառավարության շենքի դիմաց, իրոք է բարես բուն իմաստով թրիքը տանում են մեքենաներով դատարկում են որպես բողոքի ակցիա։ Հիմա հանգարց պիտի Ֆրանսիան կամ չգիտեմ եվրոպացի իշխանությունները, Եվրամիությունը իրանց ֆերմերների բողոքները հազիվ են յոլատանում, գան ինչ որ ասեն դու ֆերմերներ, սուս մնացեք մենք Հայաստանից ապրանք ենք բերում։ Մի պատճառ կգտնեն այդ ապրանքը չտանելու համար, իսկ այն ինչ հիմա ծաղիկ այս ամենը, սա քարոզչական սուտ բաներ են էլի, տենց ժողովրդին սսկացնելու ձևեր են, բայց հեսա կգան ծաղիկ վաճառողներն էլ, գիլաս ծախողներն էլ, կերած ծախողներն էլ, ծիրան ծախ, հեսա կգան ու ձեզ, հեսա լրատվականները կտեսնեն, քանի տոննա ուրեն տարե, հեսա հաշվետվությունները կլինի կտեսնենք, այդ իրականությունն է թե ընդհանրապես ձևական բան։ Շնորհակալություն։ Ես լավ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հասարակական քաղաքական գործիչ բժիշկ Հայկ Մանասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։